Ազատային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ եւ YouTube-յան հետևորդներ։ Իմ հյուրն այսօր գրող, բուն հեռուստատեսության հիմնադիր, տնօրեն Գեմաֆին Գասպարյանն է, իսկ մեր դիտակետում պարտության պատմություն գիրքն է։ Ողջույն Գեմաֆին, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Բարև ձեզ Նազելի ջան, շատ ուրախ եմ այստեղ լինել, իհարկե ուղիղ եթերում միշտ ավելի պատասխանատու է, որտեղ ինքդ քեզ խմբագրելու եւ այսպես ասած վրիպակներ ուղղելու հնարավորություն չկա, հույս ունեմ այսօր իմ խոսքի մեջ այդպիսիները շատ չեն լինի։ Լավ, սա ձեր երկրորդ գիրքն է, որքանով գիտեմ, եւ առաջինը չկա վերնագրով արձագանքում էր մեդիա իրականության այսպես անհեթեթություններին, որը մեր օրերում կարելի ասել ավելի լայն տարածում է գտել այսօր։ Եթե նայենք մեկ գրքից մյուսին անցնելու ժամանակահատվածը եւ առհասարակ գրքերի ժամանակագրությունը, ինչ կտեսնենք։ Ինձ թվում է ավելի մեծ պետք է նայենք հարցին, ինչի որտեղ ժամանակը փոխվել է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում։ Ու իմ համոզումն է, որ այն ժամանակ արված գործիքակազմով, լեզվով եւ տրամաբանությամբ արված գործերը այսօրվա դրությամբ իրենք ժամանակավրեպ են, ինչ նկատի ունեմ։ Ինքը իր ժամանակի մեջ ամբողջությամբ պոստմոդեռնիստական գիրք է եւ արձագանքում էր մեր իրականության մեջ, այսպես ասած, հարցադրում էր իշխանությունը, ինչպես ցանկացած պոստմոդեռնիստական արարք, որոնք սկսել են 50-60-ական թվականներից Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, եւ իրենք այդ մեծ բարձր, դիրքում գտնվող նարատիվները ավելի կազմաքանդման, ավելի մարդուն մեջտեղ բերելուն են միտված եղել եւ նոր արվեստային գործիքներ են տվել աշխարհին եւ Հայաստանին նաեւ, ու Հայաստանում ինձ թվում է պոստմոդեռնիստական այդ աշխարհը իրեն ավելի զգացնել է դրել անկախությունից հետո, ասենք կարող ենք ասել ամենա կարկառուն ներկայացուցիչներին Արմեն Շեկոյան, Վիոլետ Գրիգորյան եւ այլն, ու չկան հրատակվել 2017 թվականին, եթե հիշենք այդ ժամանակ ավելի լճացման տարի էր, ավելի այն ժամանակ նախորդ իշխանությունների շրջանում, երբ որ ընտրություններ չկային, կարելի է ասել, եւ ինքը հարցադրում էր ամբողջությամբ այն իշխանությունը, որը կար։ Այս պայդրությամբ, երբ որ աշխարհում պոստմոդեռնիզմը հաղթել է նաեւ որպես իշխանություն, այսինքն այսօր աշխարհում որոշում կայացնողները այսպես կոչված աչ պոպուլիստները կամ ձախ պոպուլիստներն ու տեխնո ֆաշիստներն են ճակերտների մեջ, եւ այս պարագայում պոստմոդեռնիզմը արդեն իշխանություն է։ Հետեւաբար իր այդ պոստմոդեռնիստական խոսույթները եւ այլն, երբ որ դու նույն տեսակի, նույն տրամաբանության մեջ ես աշխատում, դու վերարտադրում ես իշխանությունը եւ չես հարցադրում այն։ Ու ինձ թվում է, որ մի մեծ էպոխա է անցել այս 7 տարվա ընթացքում, առնվազն Հայաստանում, բայց ոչ միայն, եւ այդ ծիլերը կային 17-ից առաջ էլ իհարկե աշխարհում, բայց ինքը ամբողջությամբ հաղթանակել է, վերջին Ամերիկայի ընտրություններում, Եվրոպայում տեղի ունեցող իրավիճակներով, Հայաստանում եւ այլն եւ այլն։ Եվ հիմա անել պոստմոդեռնիստական գիրք, ես կարծում եմ դա ուղղակի ուղիղ օժանդակելն է իշխանության, այսպես կոչված աչ պոպուլիստական եւ ձախ պոպուլիստական իշխանությունների վերարտադրությանը եւ օժանդակել ավելի լավ հսկելու եւ պատժելու մեխանիզմների ստեղծմանը։ Ու դրա համար այս մի գիրքը ավելի կոնցեպտուալ է եւ ես կարծում եմ, որ ժամանակն է եւ կարծում եմ հիմա շատ գրողներ դրա մասին մտածում են նոր լեզու ձևավորելու, որը նոր մոդեռնիզմին կարանք տենց ձևակերպենք։ Ես դրա անունը դեռ չգիտեմ, որտեղ ինքը ձևավորման փուլում է, որ նոր մոդեռնիզմ կձևավորի, որտեղ էգզիստենցիալ եւ կարով անհատական հարցերը եւ մարդը կենտրոնում եւս կփորձեն ավելի ուժ հավաքել։ Ու դրա համար էականորեն տարբեր գրքեր են։ Եթե առաջին գիրքը ինքը ամբողջությամբ պոստմոդեռնիստական էր եւ հարցադրում էր այն ժամանակվա իշխանությունը, որը մոդեռնիստական էր, էլի աչ պահպանողական, բայց մոդեռնիստական էր, այս գիրքը ավելի կոնցեպտուալ է եւ նոր մոդեռնիզմի ձևավորման կամ ձևակերպման ինչ-որ մի փորձ է եւ կարծում եմ, որ դրանով էական տարբերություն ունի։ Իսկ ասելիքի իմաստով մեծ հաշվով ինչ որ մի բան փոխում է ձևը, լեզուն, մոտեցումը։ Իհարկե փոխում է։ Եթե վերադառնանք այն իրականությունը, որը մեր կար, մեծա իրականությունը, այն ժամանակ արդեն հաղթանակի մեջ էր, այսպես ասած, եւ ինքը ձևավորում էր մեր առօրյան, ելնելով իր ներքին տրամաբանություններից։ Շատ հաճախ
մեր օրակարգերը ձևավորում են ոչ հանրային կարևորություն ունեցող նշանակություն ունեցող հարցերում, ուղղակի իշխանության պահպանման նպատակով։ Հիմա քաոսը այնքան շատ է, եւ երբեմն չես հասկանում ինչ նպատակներով են ձևավորում այս մեծաիրականությունը, որ մի վարկյան ոտդ հետ քաշելու խնդիր ունես։ Ու այդ ոտդ հետ քաշելու ավելի մեծ պատկեր է նայելու անհրաժեշտություն։ Ու դրանով էական տարբերություն կա։ Լավ, պատերազմից հետո ընդհանրապես պատերազմին անդրադառնալու վերամտածելու խնդիր կար եւ հետազոտություններ, ցուցահանդեսային նախագծեր, գրքի տեսքով տարբեր այսպես նախաձեռնություններ եղան, սակայն դրանք կարծես էական դեր չունեն ու կարծես չեն հասնում հասարակության գիտակցությանը որպես այդպիսին կամ եթե հասնում են մեկնաբանվում են նույնիսկ ծայրահեղորեն ասում եք գիրքը խանգարող հանգամանք է այս գիրքը հատկապես եւ ես ուզում եմ հասկանալ թե ինչու պատերազմից հետո մենք որպես հասարակություն հետ տրավմատիկ այսպես ասած սինդրոմի մեջ ենք մինչեւ այսօր էլ եւ ես շատ տեղեր եմ լսում, որ պետք է վերամտածել, վերարժևորել, վերագնահատել, նոր իմաստներ փնտրել եւ այլն, բայց մեր իրականության մեջ մենք ավելի շատ թաքնվելու, փախնելու, չնկատելուն ենք տալիս լիքը հարցեր, որոնք մեր կյանքի մի մաս են եւ ձևավորում են մեզ։ Ու ես պատերազմից հետո երկար եմ մտածել, ինչ ճանապարհներ կան։ Ինձ թվում է ամենակարևոր եւ առաջնային գործը, որ մենք պետք է անենք, դա պարտությունը ճանաչելն է։ Այդ պարտության աչքերի մեջ ուղիղ նայելը եւ հասկանալը, որ այդ պարտությունը իրականում մինչեւ պարտություններ, պատերազմական պարտությունը, պատերազմի ընթացքում էր եւ շարունակվում է մինչեւ այսօր։ Ու շարունակվում է մինչեւ այսօր, որտեղ մենք ինքներս չենք կարողանում հաղթահարել նախորդի եւ մտքի ձևերը շատ հաճախ, որոնք ձևավորվել են տարիների, նույնիսկ դեպքեր կա դարերի ընթացքում։ Մտքի ձևեր ասելով ինչ նկատի ունեմ։ Օրինակ, եթե ժամանակին, եթե շատ կոպտացնեմ, մեր համար կարևոր բաներ, այսպես ասած, անվտանգության դոկտրիներ, պատերազմը չի լինի, որտեղ Ռուսաստանը չի թողնի, Իրանն էլ կխառնվի, հիմա դա մտքի ձևի իմաստով փոխարինում ենք, որ պատերազմը չի լինի, որտեղ Եվրոպան չի թողնի, չգիտեմ, ասենք, Թուրքիան չի խառնվի։ Այդ մտքի ձևը նույն բանն է, ուղղակի մեջի բառերն են փոխվում։ Ու իմ խնդիրն է, որ մենք չենք ճանաչում եւ չենք առերեսվում եւ մենք ինքներս մեզանից փախնում ենք եւ մենք յուրաքանչյուրս մեր պատասխանատվությունը փորձում ենք դնենք այլոց վրա։ Ու երբ որ ես ինքս մտածում եմ, ասում եմ լավ, դու ինչ կարող ես անել ավելին եւ այլն, ես լիքը բան կարող եմ անել ավելին եւ առնվազն այն ինչ որ տեղի է ունեցել ու ես չեմ կարողացել դա հասկանալ, գնահատել, դրա դեմ մնարնել, որտեղ ես ունեմ արդեն իմ պատասխանատվությունը, որտեղ եղել եմ չափահաս, հա, 20 տարեկանից բարձր եմ եղել 2004 թվականից հետո։ Եվ հետեւաբար, եթե ես դրանց վրա ազդեցություն չեմ ունեցել, չեմ կարողացել ունենալ կամ չեմ մտածել դրանց մասին, ես արդեն իսկ ունեմ այդքանով պատասխանատվություն։ Բայց իհարկե յուրաքանչյուր պատասխանատվության աստիճան իր չափը եւ բնույթը ունի եւ ամեն մեկը պատասխանատու է իր լծակների, կարողությունների եւ հնարավորությունների շրջանակներում։ Բայց սրանով հանդերձ անընդհատ փախնել այդ պատասխանատվությունից ու փորձել տարբեր աշխարհաքաղաքական եւ այլն սոուսներով այսպես ասած դա փոխարինել ինձ թվում է դա ամենավատ բանն է որ մենք մեր հետ անում ենք մինչեւ այսօր ու որ ասում եմ մենք մեր հետ ես նկատի ունեմ եւ տարբեր քաղաքական իշխանություններ որտեղ իշխանությունների ոչ միայն իշխանություններն են այլ նաեւ ընդդիմությունն է իր որպես ընդդիմություն լինելով եւ հասարակական տարբեր սեկտորներում աշխատող մարդիկ եւ մտավորականներ, որտեղ յուրաքանչյուրը ուզում է արդարացնի իր ինչ որ բան անելը կամ չանելը եւ ոչ թե փորձի այդ պատասխանատվությունը ստանձնի եւ դրա միջոցով ինչ որ բան փոխի։ Եվ այս գիրքը պատասխանատվության գիտակցության մասին է։ Այս գիրքը պարտության մասին է, ժամանակագրորեն ինքը սկսվում է վերջին օրերից եւ գնում է մինչեւ 13 թիվ եւ ավարտվում է ամենավերջին բանաստեղծության, որտեղ ժամանակը շրջանաձև է եւ ինքը չի ավարտվում։ Եվ ինքը պարտության մասին է, որը կրկնեմ, եղել է մինչեւ պատերազմի ընթացքում եւ շարունակվում է մինչեւ այսօր։ Իսկ պատասխանատվության մասին առերեսման մասին է։ Ես եթե նկատել եք ինքը նկարազարդած է ավելի ներկիր ինքը դրամաբանությամբ եւ ես ուզեցել եմ մասնակից դարձնել յուրաքանչյուր ընթերցողի այս պարտության պատմությանն անմիջական մասնակից, որտեղ յուրաքանչյուրս
որոնք ովքեր որ ապրել են Հայաստանում եւ գործել են տարբեր տեղերում, իրենք մասնակից են այս պարտության պատմությանը, որքան էլ չուզենան ընդունել։ Ընդհանրապես պարտության պատմությունը ունենում է դավաճաններ եւ հերոսներ, ինչը որ ձեր գրքում չկան։ Դավաճանների եւ հերոսների հարցը իրենք հիմնական պիտակների մասին են։ Երբեմն սխալներ են լինում, որ ավելի ինչ որ մի հատ մեծ է դա ասել, բայց ես համաձայն եմ իր հետ, որ սխալներ են լինում, որ ավելի վատ են, քան դավաճանությունները։ Եվ այդ գիտեք շատ հեշտ է ասել դավաճան հերոս, ունենց հաստատվել, որ մինչև պատերազմը ինչ որ շրջանակներ անվանարկում էին ինձ իմ նման մարդկանց որպես, չգիտեմ, թրքասերներ, դավաճաններ, չգիտեմ ինչ։ Հետո պատերազմից հետո էլի նույն մարդիկ էլի հերոսներ են, չգիտես ինչու, էլի իմ նման մարդիկ էլի նորից նույն ձև անվանարկվում են։ Այն դեպքում, երբ որ ինձ թվում էր, որ պատերազմը լիքը բաներ պետք է պարզաջրի առնվազն, եւ լիքը մարդիկ պետք է մտածեն այն խոսույցների շուրջ, որոնք սիրելի են, ցանկալի են, ուղղորդելի են, եւ նրանք, որոնք իսկապես իրենց շահերից են ելնում եւ իրենց ապագայի դրական ապագայի հնարավորություններից։ Ու ինձ սա շատ անհանգստացնում, որտեղ այն մարդիկ, ովքեր որ բոլորը չիհարկե, մեջները կային, որ բարևարք էին իհարկե, բայց մի մեծ մասում, որ ես ճանաչում եմ, պատերազմի ընթացքում ես իրենց դաշտում պատերազմի չեմ տեսել, ովքեր մեծ խոսում էին, ու հիմա էլ նորից շարունակում եմ մեծ խոսել, ու այն մարդիկ, ովքեր որ պատերազմի մասնակցել են, իրենց հիմնական մասը շատ ավելի ռացիոնալ եւ համեստ է իրան պահում, որտեղ գիտեք, ես պատասխանատվություն եմ զգում այն տղաների հանդեպ, ովքեր իմ կողքին էին ու հիմա չկան, ու առաջին անգամ ինձ հոպար պատերազմի դաշտում են ասել, ու ես տղաների մեծ մասը հիմա չկա, ու ես իրանց հանդեպ ինձ պատասխանատու եմ զգում, որ այդ կարևոր է։ Ինչու գնացիք Ջեբրայել ամեն դեպքում, որովհետև հեռուստատեսության պատասխանատվություն կար մտավոր գործունեության գուցե դաշտ։ Բարդ հարց է, առաջինը հենց այդ պատասխանատվության հարցն է եւ այո, ես իմ պատասխանատվությունը ունեմ տարբեր հարցերի շրջանակներում եւ ես պետք է այդ պատասխանատվությունը կրեմ։ Իդեպ որքանով տեղյակ եմ, հետո էլ եք էլի նորից սահմանային գործունեության մեջ եղել, այսինքն ծառայել եք, նորից շարունակել եք ծառայությունը։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Այսին պետությունը, այս ուրիշ պետություն չունեմ։ Հետևաբար, եթե ես ուզում եմ, որ իմ տղաները Հայաստանում իրենց լիարժեք եւ լավ զգան, Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն պետքա լինի առաջին հերթին եւ լավ լինի, ոչ պակաս կարևոր։ Հետևաբար իմ պատասխանատվությունն է, ինձնից հնարավոր է անել, որպեսզի այդպես էլ լինի։ Այս մի փոքր տես պաթետիկ է հնչում, հատկապես մեր իրականության մեջ, բայց գիտեք, մեր հասարակությունը շատ կասկածամիտ է ու լրիվ տեղ ունի այդ կասկածամտություն ունենալու, բայց երբեմն մոտս տպավորություն է, որ մարդ պետք է ինչ-որ մի հատ արժեքի գաղափարի համար մեռնի, որ մտածեն, որ ամեն դեպքում այդ մարդը բարևարք էր, այսինքն ինչ մտածում էր ու խոսում էր եւ անում էր, իրար առնվազն չեն հակասում։ Դե մեզանում էլ ընդունված է հերոսներին ընդունել հիմնականում հերոս, ես այդ բառերից ունես խուսափում եմ, իրանք իրենց մեջ ամեն ինչ եւ ոչինչ չպարունակող կլիշեներ են ավելի շատ, հետեւաբար ես նայում եմ մարդը ինչ է անում, ինչ է խոսում եւ ըստ դրա եմ փորձում հասկանամ ինչքանով է դա բարևարք, որտեղ մտածելու մասին չեմ կարող իմանալով ինչ է մտածում իհարկե։ Հա, բայց մեր կասկածամիտ հասարակությունը երբեմն տպավորությունն է, որ սպասում է, որ ինչ-որ մեկը մահանա, որ նոր հետո ասեն, հա, այս մարդը բարևարք էր։ Չնայած այդ դեպքում էլի մարդիկ կան, որ ասում են, տեսնես իրա մեռնելով որտեղ էր ուզում ես գցել, այս մարդը, էդ էլ կա։ Կարծեմ այդ մասին նաև գրքում կար։ Կա, հա, կա դες թեմա։ Ես շատ անհանգստանում եմ իրականում, որ գիտեք, մենք ազնիվ չենք առաջին հերթին մենք մեր հետ։ Ես խնդիր չունեմ, երբ որ մարդ տեղափոխվում է այլ երկիր, իր երեխաներին բանակից ազատում է ուրիշ երկրի քաղաքացիություն տալով եւ այլն, այդ մարդու որոշումն է անձնական։ Բայց ես խնդիր ունեմ, երբ որ այդ մարդը հետո ասում է, ինչի մեր բանակը մարդունակ չի, ինչի մենք չենք գրավում, չգիտեմ ինչը եւ այլն եւ այլն։ Այս բարևարքության հարցը դու կարա մոտիկից էլ լինի, ուղղակի ինքը ապահով դիրքում լինի, ու
այս հարցերը ինձ միշտ անհանգստացնում են, սա ազնվության հարց է, ինքդ քո հանդեպ։ Այս կարևոր է։ Լավ, իսկ ինչու է գիրքը խանգարող հանգամանք ամեն դեպքում, որտեվ ես գիտեմ, որ այս գրքի հեղինակները երկուսն էլ մասնակցել են պատերազմին եւ Դավիթ Քոչունցը, որը նկարազարդել է ամբողջ գիրքը եւ դուք ինչու է խանգարող հանգամանք, որտեվ մենք անընդհատ փորձում ենք խուսափել բարդ հարցեր մեզ տալուց։ Իսկ երբեմն երբ որ այդ բարդ հարցերը տալիս ենք, պարզ մեկ քայլանի պատասխաններ ենք գտնում դրանց։ Իսկ բարդ հարցերը չունեն հեշտ լուծումներ, բարդ հարցեր ունեն բարդ լուծումներ, որը ջանք է պահանջում։ Պահանջում է հետևողական աշխատանք եւ ամենակարևորը մտքի աշխատանք առաջին հերթին։ Ու այս հարցը ինձ անհանգստացնում է։ Ես ուզում եմ, որ այդ այսպես ասած խուսափելու, թաքնվելու, փախնելու խնդիրներից, կարևոր էգզիստենցիալ հարցերից իհարկե դրանով ես ինքս անձնապես դառնում եմ ոչ այդքան գուցե ցանկալի մարդ հանրային իմաստով, որովհետև խանգարող մարդը միշտ ցանկալի չի։ Հակառակը ինքը միշտ անտանելի է մեծ հաշվով դառնում։ Մանավանդ եւ երբեմն ճշմարտությունն է ասում, ես նա sense բան ասեմ, ես հավակնություն չունեմ ճշմարտություն ասելու։ Էս շատ կարևոր է։ Բայց դա ակնհայտ ճշմարտություններ են բոլորը։ Բայց ես ուզում եմ, որ բոլորը մտածեն այն հարցերի շուրջ, որոնց շուրջ ես եմ մտածում, ու իրանք գտնեն իրենց պատասխանները։ Ես մարդու էթիկական, այսպես ասած, էթիկական, երբ որ ինքը միայն մնում է հայլու մեջ, նայում է ինքը իրան միայնակ, այդ հարցերը տալուց ես վստահ եմ, որ իրանք ճիշտ էթիկական պատասխաններ կտան իրանց, բայց իհարկե մարդը նաև ինքնաարդարացող կենդանի է, անդադ, որտեղ պետք է ապրի, չէ, պետք է ադապտանա, որտեղ միշտ կարաս պատճառ գտնես ինչ որ բան անելու կամ չանելու համար։ Էլի եմ կրկնում, ես խնդիր չունեմ, երբ որ մարդկանց խոսքը եւ գործը իրար, տեսեք, ես չեմ ասում համընկնում, չեն հակասում։ Առնվազն այդ մի բան է, որ շատ կարևոր է, որ մարդիկ խոսքը գործը չհակասի իրան։ Իհարկե մտածածն էլ, ուղղակի մտածածը մենք չենք կարող իմանալ։ Բայց այս հարցը իմ համար շատ կարևոր է։ Ես ուզում եմ, որ այս գիրքը լինի այդ, այսպես ասած, վերամտածման հնարավորությունը, որը թույլ չի տա առօրեականության քեֆերի ուրախությունների, այդ քեֆերի ուրախությունը կարևոր է, դες չի որ բոլորս պետք է սքանք, բայց դրանով ծածկել են կարևորը, որը գոյություն ունի մեր կյանքում։ Մենք հիմա պարտված պետություն ենք, հետ տրավմատիկ սինդրոմով հասարակություն ենք, որը էգզիստենցիալ հարցեր ունի, որոնց պատասխանները չունի։ Ախր այդ կարևորի մտածելու մասին ես միանշանակ համամիտ եմ, բայց մենք այդ կարևորը չենք ձևակերպել եւ չենք պատկերացնում նույնիսկ թե այդ որն է այդ կարևորը։ Բայց պետք է առաջինը մտածենք դրանց մասին, չէ՞։ Տեսական մակարդակում բոլորս այո գիտենք, այո պիտի առերեսվենք, այո պիտի քայլ անենք, չգիտեմ, բայց process-ը դանդաղ է եւ խնդիրներ կան, չեմ անհասկանալի։ Նայեք, շատ կարևոր հարցեր կան։ Ամենակարևոր հարց ինչի համար է Հայաստանի Հանրապետությունը պետք։ Այս հարցը շատ կարևոր հարց է։ Այս հարցը մենք որպես աքսիոմա վերցնում ենք ու չենք քննում, բայց այս հարցը շատ կարևոր հարց է։ Ինչի համար է պետք։ Ասենք ինչի Բուրունդի Հանրապետություն չի, այլ Հայաստանի Հանրապետությունն է, չէ՞։ Ինքը իմաստ ունի։ Այդ իմաստը ինքնության հարցն է, որի ամենահիմքում լեզուն է օրինակ։ Եվ լիքը ուրիշ հարցեր։ Գիտեք, պարտություններ լինում են։ Ես մի անգամ էլ եմ կարծես կրկնվեմ ասել սրա մասին, որ պարտություններ լինում են։ Ուղղակի հարցն է, թե դու ոնց ես արձագանքում այդ պարտությանը։ Աշխարհի տարբեր երկրներում, հիմա նաև շատ զարգացած երկրներում եղել են պարտություններ ու շատ վատ պարտություններ են եղել։ Բայց այդ երկրները կարողացել են դա հաղթահարել, որովհետև վերամտածել են իրենց երկրին կարևորությունը առնվազն եւ կարողացել են ձևակերպումներ անել, որոնք թույլ են տվել այդ հասարակությանը ազգին, ես նկատի ունեմ քաղաքացիական ազգը, որովհետեւ քաղաքացիական ազգը այդ այն հիմքն է, որով ստեղծվում են պետությունները, կարողացել է վերաձևակերպվի եւ ինքնակազմակերպվի։ Իմ ամենաշատ անհանգստացնում է, որ իներցիան, ես այս իներցիային դեմ այս գիրքը։ Իներցիան, որը շարունակվում է,
իներցիան հաղթահարելուն ուղղված է։ Իհարկե 0.01% հավանականություն կա, որ այս գրքով կամ այս խոսքով կամ մեկ այլ գործունեությամբ ես կարող եմ այդ իներցիան հաղթահարել, բայց իմ պատասխանատվությունն է այդ իներցիայի դեմ կանգնել, որտեղ այդ իներցիան, չգիտես ինչի վերջին 300 տարին մեր մոտ միշտ վերում է, որ ինչ-որ մեկը գալիս է մեզ փրկում է ճակերտների մեջ ու փրկում է մնացածը, մինչև այդ օգնելով, որ այդ այն ինչ որ ուներ կորցներ, հետո գալիս է էլի մնացածը փրկում է, հետո էլի մնացածը փրկում է։ Գեմոֆին, իսկ հնարավոր է արդյոք գեղարվեստի լեզվով, այսինքն խոսել կարևոր քաղաքական, պատմական, չգիտեմ, ինչ որ իսկ հասարակության մեջ, այո, որովհետև այն որ մեր հասարակությունը գեղարվեստական լեզուն մի քիչ թերահավատորեն է ընդունում, ընդհանրապես չի ընդունում եւ քանի ամիս է այս գիրքը կա, քանի հատ է վաճառվել գրախանութներում։ Տեղակ չեմ ճիշտ ասած։ Ես շատ կուզեի իմանալ թե քանիսն է վաճառվել եւ դրանով մենք կոնկրետ եզրահանգում կանենք։ Դա գեղարվեստական խոսքի մասին երբ որ ասում ենք, այստեղ էլ մի հատ շատ հետաքրքիր նյուանս կա, որ գրողներն են մեր մոտ հիմա շատ տարածված իրականում։ Եկեք գնահատենք, էլի, նկատի ունեմ 20-րդ դարից սկսած։ Նրանց, որոնք ընթերցում են այսպես կոչված արևելահայերենով։ Ես կարծում եմ, որ դա առանց գեղարվեստական արժեքը տաղանդը, սա չեմ քննարկում։ Ես նկատի ունեմ տարածվածությունը ու դրանց մեջ իսկապես շատ տաղանդավորներ կան։ Նրանք, որոնք եղել են տվյալ ժամանակահատվածի սովետական իշխանության տրված քաղաքական մեծ, հա, նարատիվի մաս։ Դա կլինի էթնոազգայնականության 60-ականների այսպես կոչված ազգայնականության տրամաբանության, դա կլինի այլ տեսակի, հա, գործունեության հետևանք։ Կարան կանոններ տանք, ուղղակի ես չէի ուզի թիրախավորել, բայց մի մեծ սերունդ կա, որոնք հիմա շատ տարածված են ու դրանից հետո եկած գրողներին համարյա չեն ճանաչում, որտեվ այդ ձևի քաղաքականություն տարիների ժամանակ, ծախս, գումար, որպեսզի այդ մարդիկ ճանաչելի դառնան, չի արվել դրանից հետո։ Ու հետևաբար երբ որ մենք խոսում ենք գեղարվեստական լեզուն ձևավորել է մեզ ու իրականում 20 թվականի պատերազմը նախորդիվ գրողների արարքների եւ ձևավորած նարատիվների հետևանք է եւ հետևաբար այդ գրողները, որոնք ձևավորել են այդ պատումները, իրանք են նաեւ պատասխանատու այդ պարտության համար, որ մենք ունեցանք։ Ու այս շատ կարևոր է հասկանալ, որ գեղարվեստական խոսքը Հայաստանում իրականում շատ մեծ ազդեցություն ունի, ուղղակի որ գեղարվեստական խոսքը։ Այն գեղարվեստական խոսքը, որը 70 տարիներ շարունակ տարբեր պետական քաղաքականությունների շրջանակներում կիրառվել է։ Այդ մեծ ազդեցություն ունի։ Հետաբար գեղարվեստական խոսքը իսկապես մեծ ազդեցություն ունի, որտեղ ի սկզբանե բանն էր։ Իսկ բանը աշխարհ ստեղծելու մասին է։ Իսկ յուրաքանչյուր գրող այսպես թե այնպես ինքը իր աշխարհն է ձևակերպում։ Այլ բան, որ այդ աշխարհում մեկի համար կարա տեղ լինի, մյուսի համար կարա տեղ չլինի եւ այլն։ Ու այդ աշխարհում մուտքը կարա լինի որոշակի գիտելիքով կամ ուղակի կարա լինի եւ այլն, բայց յուրաքանչյուր գրողն իր աշխարհն է ստեղծում, իսկ աշխարհը լեզվով են ստեղծում, լեզուն նկատի չունեմ մենակ հայերեն, ռուսերեն, անգլերեն, այլ այն լեզվով, որով որ ձևակերպումներ է անում։ Հետևաբար գեղարվեստական խոսքը մեծ ազդեցություն ունի, ուղակի ունի ոչ այս ռոպեական ազդեցություն եւ ցավոք սրտի, եթե կա քաղաքական որոշակի իներցիա, ինքը միշտ զիջելու է այսպես կոչված քաղաքական նպատակահարմարությամբ հանրահռչակվող գրական գեղարվեստական լեզվին։ Իսկ կա արդյոք այդպիսին այսօր։ Այս բան չկա ընդհանրապես, հետևաբար հաղթում է իներցիան։ Իսկ իներցիան 70 տարվա մեծ ջանքերն է, որոնք դրվել է տարբեր տեսակի խոսույթները տարածելուն։ Դե հիմա մենք արդեն մեր խնդիրը դառնում է երկակի, նաև գրողների հեղինակությունը վերադարձնելու խնդիր ունենք։ Ես ուզում եմ բան անենք, էլի։ Խոսքը գրողի խոսքը։ Ես միշտ մեծ վերապահում ունեմ, որտեղ գրողները դեռ չի նշանակում, որ շատ խելացի մարդիկ են, սկսած ինձնից։ Այսինքն երբ որ մարդ ինչ-որ բան գրում է, դեռ չի նշանակում, որ ինքը քաղաքականությունից է շատ բան հասկանում, դեռ չի նշանակում, որ ինքը կարա մասնագիտական խորհուրդ տա միջազգային հարաբերությունների հարցում եւ այլն։ Շատ հաճախ էմոցիաները ավելի հաղթանակող են լինում մեր գրողների շրջանակներում, որոնք լիքը բաներ ասում եւ անում են առանց հետևանքների նկատի առնելու, ուղակի հերոսանալու ջանքից ելնելով կամ կարող են նույնիսկ չեն մտածում հերոսանալու մասին, ուղակի տենց ձևավորվել են։ Հետևաբար
ես ավելի կփոխարինեի գրողների փոխարեն ինտելեկտուալ, որովհետև ավելի լայն սպեկտր ունի եւ նկատի ունի մարդը, որ մտավոր աշխատանք կատարելով հանդերձ նաեւ պատասխանատու է արա խոսքի համար որոշակի մասնագիտացված է ինչ-որ թեմանին, այսինքն ինչ-որ մեկին կանչում են տարբեր բաներից են հարցնում։ Հիմա որ դուք ինձ հարցնեք Starlink-ներից, ես դες բան չեմ կարող պատասխանել, որովհետև դրա մասնագետը չեմ, բայց շատերին կարող կանչեք հարցնեք, իրենք Մարսից խոսեն, այսինքն էս կարևոր է։ Այսինքն ես գրողներին, բանաստեղծներին հեղինակությունը բարձրացնելու ամենակարևոր հարցը այդ գրողներն ու բանաստեղծներն են առաջին հերթին իրենք։ Երկրորդ կարևոր հարցը ենթադրում եմ, այդ դաշտը որ բաց է, ինքը միշտ լցվում է ու այդ լցնելու հարցը կարևոր է թե ինչով է լցվում։ Ըստ ես չեմ ասում որ պետք է լինի պետական քաղաքականություն թե ինչ գրականություն տպագրեն կամ ինչ տպոր գրականություն գրեն, դա շատ վատ է, պետք է ազատ լինի, բայց պետք է լինի որոշակի ֆիլտրացիոն համակարգեր հանրային, որոնք այդ ձևավորումները կարող են տալ եւ կլինի մրցակցություն, այսինքն տարբեր խոսույթների մրցակցություն, տարբեր գաղափարների մրցակցություն, որտեղից էլ եւ ծնվում է այն իրականությունը, որի մեջ մենք ենք։ Ցավոք սրտի մեզ մոտ կրկնեմ հաղթում է իներցիան, համարյա միշտ իներցիան հաղթում է, որովհետեւ իներցիայի վրա, որ մենք շարունակում ենք, մեծ ջանք ու փող է դրվել տարիներ, տասնամյակներ շարունակ։ Ու ինքը մինչև հիմա էլ դոմինանտ է։ Երբ որ Հրանտ Մաթեոսյանի հերոսները, որ կինոյից շատ հայտնի է, ասում են մենք ենք Ավստրիան ու Ամերիկան, իրանք նկատի չունեն մենք ենք Հայաստանի Հանրապետություն, իրանք նկատի ունեն մենք ենք խորհրդային սոցիալիստական, հա, հանրապետությունը։ Այդ մեծ իսկ եթե նկատի ունենային Հայաստանի Հանրապետությունը ինչ որ բան կփոխեր, ինձ թվում է որ ինքը իր ժամանակի մեջ իմիջած ես Մաթեոսյանի մեծ երկրպագուն եմ կարծում 20-րդ դարի երկրորդ կեսի մեջ ամենակարևոր գրողն է, սրա մասին չի խոսքը, բայց երբ որ մենք այդ իներցիայով այդ կինոն, որը շատ լավն է, ցույց ենք տալիս եւ ասում ենք հիմա մենք ենք Ավստրիան ու Ամերիկան, մենք նկատի ենք ունենում Հայաստանի Հանրապետությունը առանց հաշվի առնելու, որ այդ գրողը ու այդ նկարողը նկարիչ են ԽՍՀՄ, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը։ Այո։ Հիմա ժամանակն է վերանայելու եւ վերաիմաստավորելու այդ մեր արտահայտությունները, չէ։ Մեր հաղորդումն ավարտվում է, բայց իներցիայի հետ կապված ես եւս մեկ հարց ունեմ, արդյոք բուն հեռուստատեսությունը եւս մեկ քայլ է այդ իներցիան հաղթահարելու։ Համենայն դեպս մենք փորձում ենք անենք նախագծեր, որոնք կարան համարվեն այսպես կոչված կոմերցիոն իմաստով ոչ հետաքրքիր, բայց մենք անում ենք բաներ, որոնք երկարաժամկետի մեջ կարան փոխեն խոսություններ։ Իհարկե մենք էլ ունենում ենք սխալներ։ Այդ աներկբա, այսինքն մենք էլ ունենք թերություններ, ունենք նախագծեր, որոնք այդքան էլ հաջող չեն, բայց մեր ամբողջ գործունեությունը միտված է, որպեսզի մենք ռացիոնալ մասնագիտական, հա, ժամանակակից արվեստային ձևակերպումներն ու պրակտիկաները հասու դարձնենք Հայաստանին եւ խոսակցություններ հրահարենք այդ թեմաների շուրջ։ Ինչ որ բաներ ստացվում են, ինչ որ բաներ չէ, բայց փորձում ենք։ Ամեն դեպքում դա էլ նույնպես իներցիան հաղթահարելու ձև է։ Անպայման, իներցիան հաղթահարելու համար նախ պետք է այդ իներցիայի ճանաչել։ Հետևաբար պետք է հասկանալ թե դու ինչի մեջ ես, ինչի հետևանք է դա, ընդունել դա, որտեվ շատ տարբեր խոսակցություններ կան, ասում են զինվորները չեն պարտվել, Պողոսն է պարտվել, Պողոսը չի պարտվել, Պետրոսն է պարտվել, մենք որպես պետություն ենք պարտվել իր բոլոր բաղադրիչներով եւ որպես հասարակություն ենք պարտվել մեր բոլոր շերտերով։ Իսկ դու այդ բառերը որ ասում եք դա հաղթանակի համար եք ասում, դրանով հնարավոր է հաղթել եւ ես չգիտեմ դրանով ինչա հնարավոր անել, բայց ես մի բան գիտեմ, որ մինչեւ դու չես խնդիրը ճանաչում իր բազմաբարդության մեջ, դու չես կարող լուծումներ գտնել հաղթահարելու որոշակի իրավիճակներ, ասեմ ավելի ես մեծ հույս չունեմ, ես համարյա հույս չունեմ, բայց իմ պարտքն է անելիզնից հնարավոր է, որ այն 0.01% հնարավորությունը որ կա, դա իրողություն դառնա եւ նորից այնպես չստացվի, որ ինչ որ մեկը գա մեզ կփրկի, ու մենք որպես փրկիչ իրեն կդնենք մեր գլխին, դա կլինի անհատ, թե կլինի պետություն, թե կլինի
կուսակցություն ընդհանրապես էական չի, փրկիչներ չկան, յուրաքանչյուրի փրկիչը ինքն է։ Շնորհակալություն Գեմաֆին, ես սիրելի ռադիո լսող այսօր խոսում էինք գրող բուն հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Գեմաֆին Գասպարյանի հետ, խոսում էինք իր պարտության պատմությունը գրքի մասին, որքանով մեզ հաջողվեց այս գիրքը ըստ էության ներկայացնել, դատեք ինքներդ, զրույցը վարեց Նազելի Օհանյանը։